Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մարտի 17-ն է, երեքշաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Նիստին Անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, հայտնում են կառավարությունից։ Մասկատում տեղի ունեցել Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը, ասել է Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա։ Որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա գործիք, այն է լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին։ Մենք շարունակում ենք ընկալել, թե կարելի է չանել ներդրում եւ ունենալ լավարկում։ Ասենք էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության եւ այլնի վրա, ընդ որում էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը եւ գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել, բայց դե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան եւ էնտուզիազմը տրանսֆորմացնի եւ դարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան, էնտուզիազմը շատ կնմանվեն լոլիկի ճիչերին, ինչի մասին մեր հարգելի բանախոսը քիչ առաջ նշեց, բայց մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդրեմ էլ կա, որովհետև հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրել։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։
Խորհրդարանական ընտրություններում Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարվել է մարզահամերգային համալիրում կայացած միջոցառմանը։ Դաշինքը ներկայացրել է նաև, թե ինչ ձևաչափով են մասնակցել ընտրություններին։ Նրանց կարգախոսն է լինելու «Միասին կարող ենք»։ Այսօր աշխարհը վերածվել է քաոսի։ Համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ ջունգլիների օրենքը որոշ ժամանակ կլինի համաշխարհային նոր կարգ։ Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի եւ մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։ Հիշեցնեմ, որ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե պապայիս արև մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժը աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Լարիջանին։ Իրանը դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ Ավելի վաղ նրան թիրախավորելու մասին լրատվամիջոցներին հայտնել էին իսրայելցի պաշտոնյաները, սակայն նշել էին, որ նրա ճակատագիրը անհայտ է։ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների քրոնիկոնը տեսանյութում։ Իրանի շուրջ ընթացող ռազմական գործողությունների ֆոնին միջազգային լրահոսի թիրախում Իրանի բարձրագույն ղեկավարության մի քանի ներկայացուցիչներ են։ Միջազգային լրատվամիջոցներից մի քանիսը գրեթե միաժամանակ հայտնեցին, որ իսրայելական ուժերը թիրախավորել են երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին։ Դրանով հանդերձ նախ նշվել էր, որ նրանց խոսքով դեռ պարզ չէր, թե արդյոք նա սպանվել է։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ նա սպանված է։ Սրան զուգահեռ արդեն մի քանի օր է քննարկվում է, թե արդյոք ողջ է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեին։ Դեռ օրեր առաջ նրա մասին ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ պատերազմի հենց առաջին օրը նա վիրավորվել է։ Հրապարակմանը պատասխանեց Իրանի կառավարության ներկայացուցիչը, հայտնելով, որ թեև նա վիրավոր է, բայց նաև ողջ առողջ է։ Այս ընթացքում հրապարակվել է նրա ուղերձը, սակայն ինքը չի երևացել։ Ուստի նրա մասին հարցինի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հստակ չգիտեն, ինչ է կատարվում Մոջթաբա Խամենեիի հետ։ Մենք չգիտենք նա կենթանի է թե ոչ, շատերն ասում են, որ նա ծանր վնասվածքներ է ստացել, ասում են նա կորցրել է ոտքը, մեկ ոտք, եւ գիտեք շատ լուրջ վնասվածքներ է ստացել։ Մյուսներն ասում են, որ նա մահացած է, ոչ ոք չի ասում, որ նա լիովին 100%-ով առողջ է, դուք գիտեք, որ նա հրապարակավ չի խոսել։ Այս հայտարարություններին արձագանքեց Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, հույս հայտնել է, որ նա շատ շուտով հրապարակային կխոսի։ Ես կարող եմ ձեզ ասել, որ նա կարգին է։ Վստահ եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին եւ հուսով եմ շատ շուտով նա հանդես կգա եւս մեկ հանրային հայտարարությամբ։ Իրանում թիրախային հարված է հասցվել նաև երկրում հայտնի ռազմականացված բասաճ կազմավորման հրամանատարին։ Իսրայելական ուժերը հայտնում են, որ Գոլամ Ռեզա Սոլեյմանին սպանվել է։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Իրանում հարվածել են ավելի քան 7000 թիրախի, խորտակել բազմաթիվ նավեր։ Մասնավորապես երկուշաբթի օրը Միացյալ Նահանգները հարված է հասցրել անօդաչուներ եւ հրթիռներ արտադրող գործարանին։ Ի պատասխան մերձավոր արևելքի երկրներն են հայտարարում, որ Իրանից հրթիռային հարվածների նորալիք է եղել։ Իսրայելի նախագահն էլ հայտարարություն է արել, նշելով, որ Իրանի դեմ պատերազմը շրջադարձային է տարածաշրջանի համար։ Reuters գործակալության տվյալներով, եթե Պարսից ծոցի երկրները մինչ այս Միացյալ Նահանգներին չէին խնդրել պատերազմ սկսել Իրանի դեմ, ապա այժմ որոշները խնդրում են թույլ չտալ Իրանին թելադրող լինել տարածաշրջանում։ Գործակալությունը հղում է անում Պարսից ծոցի երկրների կառավարությունների 3 աղբյուրի։ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է նաև, որ պատերազմը այս շաբաթ չի ավարտվի, բայց դա շուտով կլինի։ Միաժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս ընթացքում շփում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտքոֆի հետ, բայց Արաղչին դա հերքել է, ասելով, որ շփում եղել է մինչ դիվանագիտական շփումների խզումը։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Արցախի տարածաշրջանի Արևշատ եւ Գեղանիստ գյուղերում գազատարի ներքին ցանց է կառուցվում։ Սուբվենցիոն ծրագիրը հնարավորություն է տալու երկու բնակավայրերի տնտեսություններին բնական գազով ապահովել։ Գեղանիստում եւ Արևշատում գազամատակարարման ցանց անցկացվել էր 2000-ականներին, բայց խոշոր գյուղերի հարյուրավոր տնտեսությունների համար բնական գազը մինչև հիմա հասանելի չէ։ Գազատարի ներքին ցանցի կառուցմամբ խնդիրն ամբողջական լուծում է ստանալու։ Աշխատանքները երկու գյուղերում կավարտվեն 2 ամսում։ Արագածի փեշերին գտնվող Մանթաշ, Արևշատ եւ Գեղանիստ գյուղերում ձմեռը երկար է մնում։ Բարձրադիր կոտում կառուցված տների բնակիչները սովոր են ալագյազից փչող քամիներին ու ցուրտ օրերին։ Այս բնակավայրերում մինչև գարնան ավարտ տուն են տաքացնում փայտով, ածուխով ու աթարով։ Արևշատ եւ Գեղանիստ գյուղերին բնական գազ հասել էր դեռ 2000-ականներին, բայց տնտեսություններն այն չեն օգտագործել։ Հիմա 25 տարի անց նոր ներքին գազատար է կառուցվում գյուղերի համար։ Անցած տարվա կեսին են սկսել աշխատանքները։ Ժամանակավոր թաթար էին տվել ցրտերի պատճառով։ Գյուղերում լուսադեմից են վառարանները վառում, այստեղ օրն ու գյուղական առօրյան շուտ է սկսվում։ Շուտ են վառում, շատ վառելիք սպառում։ Փայտն ու ածուխը թանկ են, հիմնական վառելանյութը եւ կարելի ասել ձրին մնում է աթարը։ Մինչև ուշ գիշեր գյուղական տների ծխնելույզներից ծուխ է բարձրանում։ Մեր կովերի ատարն է, մենք անասնաբուծությամբ կզբաղվենք, տուն է էլի, ես ենք վառում, ինչ ենենք, մինչև գազայաղի տեսնենք հնարավորության դեպքում քաշենք ներս։ Ատար, դրած է, ցանատար վառում ենք, ինչ վառեմ, ադուխնել գելիս թան գծրեցին, ինչը վառենք։ Բայց գազը պետք է քաշեք տուն։ Բա ինչ պիտենենք։ Մենք վառելիքը վառել ենք աթարով, փեդով, յոլա ենք գնացել, հնի ածուխով, բայց սրանից հետո որոշել է նոր գաստան, մենք եք օգտվենք։ Փայտ ու աթար կրելուց, ծուխ ու ծխնելույզ մաքրելուց մարդիկ արդեն հոգնել են։ Վառարանի տված ջերմությունն ինչքան էլ ուրիշ լինի, գազն այսօր անհրաժեշտություն են համարում։ Արևշատում մատների վրա կարելի է հաշվել տնտեսություններին, որոնք կարողացել են կապույտ վառելիքը տուն բերել, գազով ապահովել։ Այժմ նոր կառուցվող ներքին գազատարը հնարավորություն կտա շատ ընտանիքների դառնալ գազասպառող։ Արևշատցիները գիտեն, գազը թանկ է, բայց հարկավոր կենցաղում, խոհանոցում։ Այն առաջի ժամանակներում շատ քիչ եղավ։ Այդ ներտնային միացումները շատ քիչ էին, այսինքն հարմար չէր ժողովրդին, տեղեր կար դա մինչև 500-400 մետր տարածքում պետք է քաշեին, այդ արդեն ահագին գումարի հետ էր կապված։ Պետք էր խնդիրել երբ Հիմա արդեն մոդենում է տներին։ Էսի գեյմ տունս, արդեն հասանելի է ինձի երևի թե մի 10-20 մետր այդքան ծախսի հետ կապված խնդիր չէ։ Պարզապես 100% օգտվենք, որովհետև անհրաժեշտություն է սրվադրությամբ բոլորիս համար գազ ունենալը։ Փեդ ենք վառում, ավելի լավ է փեդի տեղը գազ օգտագործենք ու ավելի նպատակահարմար կեղնի, ավելի մաքուր կեղնի։ 1950 բնակիչ ունեցող Արևշատ գյուղի համար բնական գազի հասանելիությունը առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Սուբվենցիոն ծրագիրն այս խնդիրը ամբողջական է լուծում։ Նոր գազի ծրագիր անցած տարի ունեցանք, հիմա շարունակում է այդ նույն ծրագիրը, 10 փողոց ընդանուր, մոտ 3.5 կիլոմետր երկարությամբ, 10 փողոց։ Ունենք նաև եկող տարվա համար, 2027 թվականի համար նախատեսված, այսինքն այս տարի կսկսեն 2026 թվականին նախագծման փուլում է, էլի։
Արևշատ եւ Գեղանիստ գյուղերի համար ծրագրի ընդհանուր բյուջեն 45 միլիոն դրամ է, գործին համայնքային մասնակցությունը կազմում է 53%։ Արտիկի տարածաշրջանի տասնյակ գյուղեր դեռ 80-ականներին են ունեցել բնական գազ, բայց ներքին գազատարներն են հնացել կամ վնասվել, որոնք նորացվել են, փոխվել։ Գյուղեր էլ ունեն, որ նոր են գազաֆիկացվում։ Երկու մանտաշներ, մեծ եւ փոքր մանտաշներ, Հայրնաց, Արևշատ, Գեղանիստ եւ մյուս գյուղերը, որտեղ որ դրա կարիք կա, մենք պարտադիր անում ենք 26 թվականին նորից կան գազաֆիկացման ենթակա համայնքներ, որտեղ որ այն թաղամասեր նոր կառուցված թաղամասեր կամ այն թաղամասերը, որոնք որ դուրս են մնացել գազաֆիկացումից, համայնքը պարտադիր անցկացնում է գազաֆիկացում։ Արդիկ հոշորացված համայնքի 23 բնակավայրերին գազով ապահովելու ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են։ Դրանք այս տարի կշարունակվեն նաև Լեռնակերտ, Նորկյանք, Պեմզաշեն, Տուֆաշեն եւ Փոքր Մանթաշ գյուղերում։ Ծրագիրը դարձյալ սուբվենցիոն է 90 միլիոն դրամ ընդհանուր արժողության։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։